Բանանցես։ Դե ռուսերեն տերմինները ասեմ, կարող է ինչ-որ բան տա, հետո մի քիչ բացատրեմ։ Որագետը դա էզոտերիկն է, թաքնագետը միստիկն է։ Նայ կա էզոտերիկ բառ, կա էկզոտերիկ տամ։ Էզոտերիկը խորքային երևույթներն է ուսումնասիրում, որը արտաքինից չի երևում։ Օրինակի համար Աստվածաշունչը, էկզոտերիկները, որոնք արտաքին երևույթ են կարդում, Աստվածաշունչը կարդում են, բառացի են հասկանում։ Խորագետը, էզոտերիկը, խորագետը, որ Աստվածաշունչը կարդում է, ինքը 7 բանալիով փակած, այսինքն ինքը 7 շերտանի է։ Այսինքն չգրվածն է փորձում հասկանալ, ինքը ոնց որ սիմվոլներ են, հետո կան ավելի խորքային սիմվոլներ, հետո կան չգրված բաներ, որոնք մտքով օդի ոնց որ դա ներթափանցում է, ինքը 7 շերտ ունի, այսինքն 7 բանալի ունի։ Հիմա խորագետը այնա, որ ինքը կարողանա խորքը մտնի, որ ոչ մեկ չի կարող մտնել այդտեղ։ Այսինքն ինքը կարում է տեսնել այդ ռեբուսը բացում է, որը սովորական մարդը չի կարող բացել, որտեղ ինքը ամենակ արտաքին է, էկզոտերիկը հասկանում, արտաքինն է անցալում, ներքին խորքային երևույթները մի քանի շերտ կա, մի շերտ չի կան, ոնց որ հիմա օվկիանոսում, չէ, կարող արտաքին շենքի ասենք ջուր լինի, ներքին սճում, որ սև ծովում ծծում լինի, էլի, ասենք ծծումբային թթու լինի, ասենք սև ծովը տենց է, էլի, ներքինում ասենք վտանգավոր բան է գտնվում։ Դրա համար արտաքինը մենք ուսումնասիրելը հələ դեռ չի նշանակում ներքին, ոնց որ հիմա մարդու արտաքինը, որ մենք տեսնում ենք, այդ չենք հասկանում մարդը ներքին ինչ աշխարհ ունի, ինչ էմոցիաներով է ապրում, ինչ մտքերով, ինչ հոգեկան վիճակներով է, ինչ ապրումներ ունի, մենք չենք հասկանում։ Մենք արտաքին մենակ ֆորման ենք տեսնում ու բնութագրում ենք։ Ասենք արտաքին շփտում է, ինքը բնութագրում է։ Հիմա խորագետի իմաստությունն է, որ ինքը ներթափանցի խորքը, կնա խորքը տեսնել, ոչ թե արտաքինը, երևույթների խորքը ընկալել։ Դա աստվածատուր է, թե դու կարող ես քո վրա աշխատել, որոշ տվյալներ զարգացնել եւ դառնալ։ Տեսնեք, հիմա օրինակի համար Աստվածաշունչը որ վերցնեմ, ինքը 7 բալանի ունի։ Հիմա դե առաջին շերտը դե անկալելի է, բոլորը կարդում են։ Որպես պատմություն կարդում ենք, մի քիչ հետևություն անում։ Հաջորդ շերտը որ գնում ենք, դա ոնց որ թաքնագիտական խորագիտական խորքից ինչ որ սիմվոլներ են դրած, որոնք պետք է հասկանանք։ Օրինակ եմ բերում, որ ասենք Ադամը դրախտում էր, այդ ինչա դրախտ է, էլի։ Դրախտը մարդիկ հասկանում են, Եփրատ Տիգրիս գիրքերի արանքում գտնվող տեղն է, որտեղ ինքը վայելում է, բայց որագիտական իմաստով ինքը տենց չի։ Որագիտական իմաստով Աստվածաշունչը նկարագրած է մարդու կյանքը։ Դա հղիության շրջանն է, որտեղ երեխան գտնվում է արգանդում, ինքը դրախտ է, ամեն ինչ իրան տրվում է, իրան ոչ մի բան պետք չի, հետո որ Աստված դուրս շպրտեց Ադամին դրախտից, դա ծննդաբերությունը ինքը եկավ աշխարհ, արդեն պետք է արդեն ակտիվություն անի տարաբենն, իսկ այնց ինքը վայելում էր արգանդում։ Հիմա նայեք, այդ բառերը տենց ուղղակի երբեք չի գրած, բայց նայած ոնց հասկանան ու տենց ամեն իմաստալից բաներ տենց խորք ունեն ու տարբեր մակարդակի խորքեր ունեն, որոնք մենք մարդիկ արտաքին են հասկանում, դրա համար արտաքին ընկալումով ինքը կրոն է դառնում, ինքը փիլիսոփայական ուսմունքը կորցրել է իր իմաստը, դարձել է արտաքին երևույթների ծիսակատարության կամ արտաքին այդ հանգամանքների բացատրություն։ Խորքը կորել են, իմաստը կորցրել են։ Կարող է խորագետ կրոնավորներ լինեն, բայց իրանք պետք է ոնց որ այդ գիտելիքի մասին, որ 3 շերտերը ոնց որ ինքը կարա բացատրի ուսուցիչ աշակերտ, որ բացի։ Եթե չի տրվում, կորում է այդ բանալին, իրանք չեն հասկանում ինչ սիմվոլիկա է, ոնց որ մենք տաղերը կորցրել ենք, հիմա հազիվ կարող ենք ինչ-որ բաներ բացահայտել, բացել, չէ, կորել է սիմվոլիկան։ Այն մի շերտերը ինքը արդեն մի քիչ ոնց որ աստվածատուր ընդունակություն պետք է ունենա, որ դրված են, բայց այս սրանք պետք է բացեն, որ հաստմույս շերտը, որ աստվածատուր ընդունակությունն է, կարողանա բացահայտի, որը արդեն բառերից անդին է մի քիչ, այդ էլ ուզում ասեմ։ Հիմա այդ խորագետ իմաստը, այդ խորքային, ինչքան կարա ինքը խորքային մտքի ներթափանցումը
գրվածքի կամ ցանկացած երևույթի խորքը, ու ոչ թե ֆիզիկական sense խորքը մտնենք ավելի խորք, այլ ներքին գիտակցության խորքը, ներթափցեն խորագետը այդ էզոտերիկ գաղտնի այդ գիտելիքը, որը խորքում է պահված գաղտնի է, բոլորին հասանելի չի, այդ դա բացահայտելու իմաստն է, որը պետք է իրան ուղղորդեն ոնց որ տասնյակ որ կան գաղտնի, ինքը պետք է սովորացնեն ոնց է դա։ Օրինակ Սասնա ծառայել էպոսը գաղտնագրված չի։ Գաղտնագրված է։ Կարդում ենք որ Ուղղակի են խեղտեց ծեծեց, բայց ինձ թվում է այդտեղ ինչ որ այլ գիտելիքներ հարամատչելի են դարձրել հասկացողների համար, որ հետո դարերի ընթացքում մի խորագետ գա կարդաս լսեք, բայց սա չի նշանակում։ Բացարձակ ինքը ոնց որ արտաքին մասայի համար է, որ պահեն, բայց ինքը ներքում իր թաքնագիտական գիտածածկագիրը կա, չէ՞, ոնց որ ասենք հետախույզները, շպիոնները ինչ են բանում, արտաքին բառեր են ասում, բայց ներքից թաքնված ինչ որ սիմվոլներ կան, որտեղ տատիկը հիվանդ է օրինակի համար, բայց իրականում տատիկի մասին չի խոսքել։ Բացարձակ ուրիշ բաների մասին, ահա։ Հիմա դա խորագետն է։ Թաքնագետը ռուսերեն որ թաքնենք միստիկի բառին է նման, միստիկ։ Միստիկան դա մի երևույթ է, որը ոնց որ այս նյութականից անդին է ու մեր արտաքին ապրումներից անդին երևույթ է, որը սենց ուղղակի հասկանալի չի ինքը ինչ ապրումներ, այսինքն հիմա դու խորը ներքին ապրումի մեջ ես, ոնց որ միստիկան դա է ապրումը ներքին գիտակցության, դա շփում է քո գիտակցության խորը շերտերի հետ կամ ասենք շփում է Աստծո հետ կամ շփում է այլ ցիվիլիզացիաների հետ, այլ սֆերաների հետ, այդ միստիկը կարա անի, որը ոնց որ մուզաները գալիս են Հունաստանում գրողներին բան տալիս, չէ, դա միստիկական երևույթ է, ոչ թե արտաքին, որովհետև ինչ մուզա ոչ մեկ չի տեսնում այդ մուզային, որ գալիս է ինքը ներքին ապրում է ունենում, որտեղ ինքը թելադրվում է, գրում է։ Այդ ներքին միստիկական երևույթը, միստիկն էլ դա որ ինքը կարում է ներքին իր ապրումն, խորագետը ոնց որ ավելի շատ ինքը միտքը ներթափանցում է երևույթների խորքը, միստիկը ինքը կարում է ներքին երևույթները բերել արտաքին պլան։ Հիմա այն հայտնի կինոյի նման հիմա էլ ինձ քննի։ Ես ծախլիկ եմ, երբ որ պատմավեպ եմ ուզում գրեմ, նպատակադրվում եմ, ավելի ճիշտ հուշում են, որ պատմավեպ պիտի գրեմ, ես տեսնում եմ այն ինչ որ եղել է, ասենք 2000 տարի առաջ, ֆիլմի տեսքով։ Կտոր կարող է ինձ ցույց տան այդ ամեն ինչը, ես գալիս եմ գրում, շատ դեպքերում չեմ հավատում, բայց մի անգամ եղավ, ես տեսա Ալեքսանդր Մակեդոնացին, ինչ որ մի լճի ափին էր, խարույկներ էր վառում, զոհեր տվել ճակատամարտից եւ բարձր խարույկի վրա դրել են եւ այդ կարակի լույսը ընկավ իր դեմքի վրա, ինքը ձիու վրա, ես դա տեսա, այդ դրվագը չեմ օգտագործել, բայց հետո որ կարդում եմ, ասենք Պլուտարկոս, այդ մի դրվագը ես տեսա, որ իսկապես դա արել է ինքն էլ ձիով խարույկներ եւ մարույկներ, դա ის ցույց էին տվել, հասկանաք, ես հիմա դա միստիկան, դա ավելի շատ միստիկա, դա միստիկական ապրում է, որ կողքիները ոչ մի բան չեն տեսնում, այսինքն դա քո ներքին ապրումն է, որ դու շփվում ես այլ աշխարհների հետ։ Եվ իրականությունն եմ բեր, ես վստահ եմ, որ հենց դա է, որ իրենք ինձ այդպես է խոսացել են։ Դուք եք մստալ, բայց նյութական մարդը դա իր համար դա շոշափելի չի, ոչ մի ձևով, դրա համար միստիկա է, ինքը ոնց որ ինքը դուրս է մեր այս սովորական նյութական ընկալումներից միստիկա, դրա համար ասենք միստիկը կարող ինչ որ ապրումներ ունենա, որը չհասկանա ոչ մեկը։ Ես շատ էի մտածում, քանի ազգակիր հայ կա Հայաստանի տարածքում, որպեսզի իրենց համախմբեն եւ ինչ որ փորձեն կամած գնանք վերափոխման, թեւի շուրջ անդադ վեճեր լինում, ասենք ես միտեղ ասում է 30,000 ակադեմիկոս մարդ կար, ասում է շատ ես ասում, միտեղ ասում է 30,000, ասում են քիչ ես ասում, եւ այսպես ես անդադ հարց էի տալի, քանիս են, մի օր էլ արթնացա 60,000 թիվներ գլխիս մեջ։ Ես հասկացա, որ ինչ որ ուրիշ տեղից է էլի դա, ու սկսեցի մտածել, լավ, ինչ 60,000 Սկսեցի հետ գնա, արդեն տրամաբանությամբ պիտի փորձես հասկանաս ինչ ես ուշում։ Ես եկան հետևությամբ, որ հարցը տալիս էի, քանիս են, վերևից ասել են 60,000 հոգի։ Ուրեմն ես դա պնդում եմ, որ մարդիկ էլ հակադրում են, ասում տղեկ ինձ Աստվածն է ասել, չգիտեմ ճիշտ է Աստվածն է ասել թե չէ, բայց ես վստահ եմ, որ 60,000 կա։ Հիմա սա ինչ էր։
Այս երևույթը միստիկական ապրում ես ունեցել, նո, դա ոնց միստիկ ինչ որ փոխհարաբերվել ես ինչ որ էակների հետ, որոնք դες կարացել են ավելի։ Տեսել են ինչ որ տանջվում է, մարդը ասեն լավ է թիվ ասել։ Դե այդ մարդը կարողանա դա անկալի, ամենը չի կարող։ Լավ, հիմա հաջորդը փիլիսոփա բառը, փիլիսոփան դա նայա ով կարող է բոլոր երևույթները միախմբել ու դրանց երևույթների անկալումների բացատրությունը տալ։ Այսինքն երևույթներ կան, որ կա մարդիկ առանձին անկալում են, չեն կարող համախմբել ու դրանց ինչի են այդ երևույթները գոյ ունեն ու ինչի է տենց տեղ ունենում, բացատրությունը չունեն։ Դա փիլիսոփայի վերջնական նպատակը է, ոնց որ ամեն ինչի ամփոփում է։ Ու նաև ասի ինչ է լինելու, եթե այս երևույթները կան։ Փիլիսոփան այդ նշանակությունը ունի, այդ նշանակությամբ դրա համար այդ բանը։ Դե միստիկա ավելի շատ դա ինքը մի քիչ էլ հետ գնամ, ինքը շփում է Աստծու հետ ու այդ ապրումները, այդ շփումը ինքը ինչ որ ապրումներ է ունենում, կարող է մտային ապրում ունենա, էմոցիոնալ ապրում ունենա, ինտելեկտուալ ինֆորմացիոն ապրում ունենա, կարևոր չի, բայց ինքը ոնց որ ինչ որ վիճակում է գտնվում, ասենք յոգայում կա համավիճակ, որ սամադհի է կոչվում, որ սովորական մարդն էլ կարող ասենք թե քնում երազա տեսնում, ինքը երազը գտնում, դա էլ ինչ որ միստիկա է բան է, հասկանում եք, հիմա երազը որ իրականություն դարձնի մարդկանին, սովորական մարդու ընկալմամբ կարան հերքեն բոլորը, որտեղ ասեն երազում մի բան ասիր էլի, ինչ է բան։ Տենց էլ կարող մարդիկ զարթում ժամանակ ապրում ունենա, ոնց որ երազ, ու դա միստիկական ապրում է։ Մի դրվագ էլ կա, ես գրականության մեջ եմ հանդիպել, երևի իմ կյանքում էլ այ մեդիտացիա, որ անում են, երևի թե նույն բանն է, քննելու եւ արթնանալու այդ քննելու նախաքնային վիճակը կամ նախարթունային վիճակ ուղղի հաճախությունը ասում են եւ ասենք ինքը կարողանում է ասեք այլ ոչ նյութական աշխարհների հետ ինչ որ կապ ունենա, ես սովորաբար այդ ժամերին եմ ես ինչ որ բան շատ բաներ չեմ կարողանում նշել, բայց հիմնականը բերում մարդիկ որ սովորական մեդիտացիա ժամանակ եթե գան այդ վիճակում, որտեղ որ քնած ես արդեն դու գիտակից չես, նո անգիտակից վիճակում ենք մենք քնած։ Կիսա քնած, գիտեք, իսկ այդտեղ կիսա քնած ես, ոնց որ դու արթուն ես, ոչ քնած ես, դու միջանկյալ տեղում ես գտնվում, ասենք ինչ որ քո մի մասը այն աշխարհում է, ինչ որ մի մասը այս աշխարհում է, դրա համար դու կարող ես ընկալելու ընդունակությունը կա, այսինքն մեր համ էս ոնց որ մենք ունենք նուրբ ուղեղ, որ այն աշխարհում է գործում, եւ ֆիզիկական ուղեղ, որ այս աշխարհում է գործում։ Այդ վիճակում այդ երկու ուղեղներն էլ ակտիվ են ու իրար հետ փոխհարգործում են, դրա համար այդ վիճակում հիմնական ասենք թե որ տեսիլքին, ասենք Մենդելևը տեսել է Աղուսյակը, ինքը այդ վիճակում է տեսել, կամ օրինակ որ մեսօր Պաշտոցը Այբուբենն է տեսել, տեսիլքին ասում, բայց էլի երազա ուղղակի քիչ շատ են միստիկացրել, որ հետաքրքիր լինի, ինքն էլ այդ զարթնելու կամ նոր քնելու վիճակում է հիմնական երևույթը գալիս։ Ու կան մարդիկ, որոնք կարող են ոնց որ պարապեն գիտակցությունը, իրանք գնան մեդիտացիոն վիճակներով, որ գան այդ վիճակի, որտեղ իրանք ոչ թե պարտադիր քնած վիճակ են, այդ մեդիտացիայի ժամանակ գիտակցությունը գալիս է այդ ռիթմի, դելտա ռիթմի, որտեղ ինքը ոչ քնածա, ոչ զարթունա, նո տենց բառ օգտագործեմ, որտեղ ինքը ընկալում է, բայց ինքը նաև շփվում է ուրիշ երևույթների հետ, որտեղ չկա, դեռ էլ կարան այդ միստիկի էլի ապրումներ ունենան, թե հիմնական միստիկ, ասենք, շփում է, նկարագրում են օրինակ կրոնավոր մարդիկ, դրանք շփում է Աստծու հետ, ինչ ընկալումներ է այդ Աստծու իր փոխհարաբերություններում ինքը ապրումներ է ուժեղ ունենում։ Ես ուրեմն մի դրվագ էլ ասեմ, չեն կարողանում մոտենալ բուն թեմային, երբ որ աշխատում էի Ջորդանո Բրունոյի մասին վեպի վրա, ինքը ավելի շատ միստիկ է, արվելու գնացող, ուրեմն մի ես տեսարան տեսա այդ վիճակում, ձեր ասած վիճակում մի դքսուհի կար, որ իր հետ մտերիմ էր, գալիս է մահապատժից առաջ գալիս է իր խուց, ու ես լսում եմ այդ տիկնոջ խոսքը, այդտեղ ժամանակ ցույց կար, էլի զգում եք 25 րոպե խոսած տիկին, այնպիսի բաներ ասած, ես ապշել էի աշխարհում այդպիսի բաներ էլ կա եւ այնքան էի ուզում, որ կարողանայի հետ բերեի, բայց որ արտնացած շատ քիչ բաներ էր, մոռացել էի անգամ, գնացի աշխատանքի, մեկ էլ աշխատակցուհին այդ գիրք էր կարդում, մեկ էլ ինձ ասեց, Պեպանյան, դու գիտես Հայկ Նահապետը ոնց է մահացել, ես ասում մի րոպե,
Այն ինչ որ տիկին ասել էր, մի բան հիշում էի։ Այդ տիկինը Ջորդանո Բրունոին ասում է, ես հասկանում եմ, դու ինչի չես վախենում, գնաս խարույկի վրա այրվես։ Այդ կինը ասեց, ես դա չի ասես, որովհետև այդ դեպքում, որ դու այրվում ես, մարմինը դել է ստանում ուրիշ աշխարհ հոգուտ հետ, հասկանում ես։ Ասեցի Հայկ Նահապետը ասել է ինձ այրեք, որ sense լինեմ, ասես որտեղից գիտեիր։ Ոչ միտեղից, ասենք այդտեղից գիտեի, այդպես շատ է լինում էլի։ Դե որ ես հողային նյութական բան չմնա, դրա համար այրելը այից հետո ամենալավագույն երևույթն է։ Իսկ բացատրեց, որ դու կարաս դե կերպարանավորվես ինչ-որ մեկ ուրիշ աշխարհում, չգիտեմ, որտեղ էլ, եթե այրվում ես։ Լավ, հիմա գանք մեր այդ բուն թեմային։ Հիմա բուն թեմայից ես կապուց եմ, որ ասենք կերպարանավորվում ես, մեր նախնիներին անցնենք, այդ նախնիները մեզ թվում է իրանք մահացան էլ գոյություն չունեն, բայց տեն չի։ Նախ մի շատ բաներ մնում է իրանցից, բայց իրանք էլ նաև կան։ Այդ պետք է հասկանանք, ասենք արևելքում շատ ազգեր նախնիների պաշտպանմունք կա, ասենք Չինաստանում, արևելք Ռոմում կար, կներես անդադ քեզ ընդհատում եմ, հուլես կեսը ասում եմ ես եմ ինձ խոսում, տուն որ մտնում էր իր նախնիների արձանները կար, կոչվում էր լարեր։ Տուն մտով նախ խոնարհվում էր նախնիներին, այդ օջախի նախնիներին խոնարհում էր, նոր մտնում էր տուն, կար դա, լարեր էր կոչվում, լարերի պաշտամունքը էլի։ Դե մեր մոտ էլ եղած կլինի։ Մեր մոտ էլ ա եղել, ուղղակի կորցրել ենք։ Այդ նախնիները ինչ նախ այդ նախնիներից դե ընտրում են որ ամենա ոնց որ հոգևոր կամ ինչ որ կարևոր դեր ա ունեցել, ինքը ամենագլխավոր նախնին է, ասենք ոչ թե հնությամբ, այլ ամենամեծ դեր այդ տոհմում կատարած, ասենք Հայկ Նահապետը հայերի համար, օրինակ, այդ կարգի։ Նախ մեր որ մենք մտածում ենք, էմոցիաներ ունենք, մեր հոգին դաշտ է ստեղծում, դաշտ, ու տենց էլեկտրամագնիսական դաշտերից կան նաև ուրիշ դաշտեր, որոնք հիմա անվանում են Տարսիոնի դաշտեր, այդ անվանում են Տարսիոն։ Ռուսերեն մի հատ բառ էլ կա, միսլե ֆորմը հայերեն չեմ կարող լավ թարգմանեմ, դու որ մտածում ես, ինչ-որ մի հատ բան է ստեղծում քո շուրջը։ Ստատոսֆերային միսլե ֆորմաների մտածելակերպի մտքերի սֆերայի առաջանում Tsiolkovsky-ն էլ է դրա մասին խոսալ, ցել եւ այլն ռուս միստիկները դրա մասին շատ են 19-րդ դարի վերջում դրա մասին բացրաձայնում։ Հիմա այդ անգիտակցական դաշտը մնացել է, ինքը չի կորում։ Նայեք հիմա օրինակ վերել որ հասկանա ասում էր կոլեկտիվ անգիտակցական, բոլորի մտածումները այդտեղ է։ Որ դե գերակշռող մտածումներ էլի, դե հասկանանք, կա որ ոնց որ մեծ դեր ունեն, կան փոքր դեր։ Օրինակի համար, երբ որ Թութանխամոնի դամբարանը բացեցին, այնտեղ դաշտ կար, որ բացի, որը մի քանի հազար տարի առաջ էին այդ դաշտը ստեղծել, կմահանա, ու այդ բոլոր բացողները որ ներկային, մահացան մի տարվա մեջ։ Դա ասում են իբր ինչ որ վիրուս է եղել ինչ որ։ Դե հիմա մի վիրուսը 1-2-3 տարվա մեջ բոլորը մահացան, տենց արագ չէր կարա ասենք մի քանի ժամկետի։ Այդ դաշտը ինքը ժամանակից դուրս բան է, էլի երկար ժամանակ է մնում։ Տենց չի որ ասենք ստեղծել են այդ դաշտը, որտեղ ինչ որ դաշտ են պաշտպանի ստեղծել, որ մտնի իրան վնաս տա, նո տենց դաշտ էլի ասենք թե անեցքի դաշտ են ստեղծել, որը ինքը աշխատում է։ Հիմա մեր այդ անգիտակցականը ազգի դաշտ ենք ստեղծում, մտածելակերպ ենք ստեղծում, նո խմբակային առաջանում, բայց կան առաջնորդներ, որոնք գլխավոր դեր ունեն։ Այդ անգիտակցականը շատ կարևոր դեր է անում ազգի համար, ու մենք նաև ոնց ենք այդ դաշտի հետ փոխ ազդում, այդ կարևոր երևույթը ոնց ենք մենք փոխ ազդում, Հիմա մեր ոնց որ հիմք հայերի դրել է Հայկ Նահապետը, ինքը այդ ոնց որ հիմք դրածն է, այդ գլխավոր ոնց որ մեր նախնին է, որին մենք մոտեցում պետք է ունենանք, ճիշտ, որ այդ իր այդ ստեղծած երևույթը դաշտը, որ մենք բերենք ստեղ, ինքը ոնց որ նախագիծը տվել է իդեալական, նո տենց ասենք աստվածային նախագիծը տվել է։ Մենք ինչքան իրան հերքում ենք, մենք այդ նախագիծն ենք հերքում, ոչ թե անձն ենք ներքում, այլ գաղափարն ենք հերքում։ Եվ պրոբլեմ ենք ստեղծում մեզ համար։ Հա, որտեղ մենք այդ նախագծի մեջ ապրելով նախագիծը հերքում ենք։ Այդ նույնն է, որ ծառի ճյուղին մեկը նստած, ծառի ճյուղը կտրում է։
ասենք գալիս են տարբեր գաղափարախոսություններ, որոնք սկսում են հերքել դրանք, քրիստոնեությունը եկել, որ կարային քրիստոնեությունը համադրեն, որտեղ շատ տեղեր համադրել են, ոչ թե ոչնչացրել միշտ, այսինքն մենք ծառի ճյուղը կտրել ենք, մենք ընկել ենք ներքև, մենք մեզ վնասել ենք, մենք ենք մեզ վնասել, այսինքն մենք այդ ծրագիրը, որ պետք է ապրենք, ինքը մենք կանգնացել։ Մեզ մի տերմին կա, ասում են էգրեգոր, այսինքն մենք որոշակի էգրեգոր ենք ունեցել նախնիներով, այսպես որոշակազությամբ, հետո խզում է առաջանում, մեջքով ենք շրջվում եւ ստիպված նորը պետք է ստեղծենք եւ ինչ-որ ծրագրական վիճակի են գալիս, էլի։ Այդպես է։ Դենակ նորը այդքան ամենի շատ հեշտ չի տենց։ Դե հասկանում եմ, ասիկ ստիպված ենք նորը ստեղծել ունենալով ահռելի։ Հիմա նայեք, որ մենք նոր ստեղծելու մասին ասեմ, ինքը շատ դժվար բան է։ Հիմա եթե մենք հայկական պետականությունը վատագույն սցենարով կորցնենք, նոր ստեղծելը շատ դժվար է։ Նշանակ, այն էլ է խառնակվող աշխարհը։ Քան էսի պահելը։ Այդ պետք է հասկանանք, ինքը բազմաթիվ անգամ շատ բարդ խնդիր է նոր ստեղծելը։ Չմտածեմ, որ հա, սա կորցրինք, հեսա նորը կդնենք, տենց չի գործում, ասենք հրաները ունենալով այդքան ուժ, ֆինանսներ, ազդեցություն երկրների վրա շատ, որոնց իրանց ձեռքի տակ էին այդ երկրները, իրանք մի քանի հազար տարի չէին կարող պետություն ստեղծել, հիմա ինչ-որ բան ստեղծել, բայց մշտական պայքարի այդպես բանի մեջ է այդել, այդպես հեշտ չի պահել, ստեղծել, ունենալով մեծ ռեսուրսներ, նույնիսկ ամեն ինչ էլ։ Հիմա այդ նախնիների ծրագիրը, որ մեզ տրված է, այդ մեր անգիտակցականի վրա է աշխատում։ Ինքը ծրագիրը ֆիզիկական թղթի վրա չի գրված, ինքը մեր ենթագիտակցականի վրա է աստում։ Երբ որ մեր ենթագիտակցականով մենք գիտակցականով մերժում ենք, մենք ծրագիրն ենք մերժում, գաղափարն ենք մերժում, ու մենք ինքնակայքայման process-ին ենք գնում։ Ոնց որ մենք կյանքը որ մերժում ենք, մենք մեզ ենք սպանում։ Ու տենց process։ Հիմա ազգին որ ծրագիրը տրված, ու ամեն ազգը իր դուք ծրագիր ունի, երբ որ մենք մերժողական ենք մտնում, մենք ինքնա ոչնչացում ենք դնում։ Դրա համար պետք է ոնց որ այդ ազգում գտնվեն միստիկներ, թաքնագետներ, այսինքն խորագետներ, թաքնագետներ, փիլիսոփաներ, որ կարողանան ներթափանցել այդ դաշտի մեջ ու ուղղորդել մարդկանց, որ իրանք գնան այդ դաշտի հետ համագործակցության, այսինքն մարդը կրոնական բանում դա անցալում է որպես պաշտամունք անցալումը, բայց դա մի քիչ պաշտամունք դա կրոնական պրիմիտիվ մարդուն են անցալում, որ կուրքի պես պաշտի կամ ասվածություն պաշտոն, էլի դա ես ավելի բար փոխում եմ համագործակցության անգիտակցականի հետ, մեր կոլեկտիվ անգիտակցականի հետ, մենք կարողանանք համագործակցենք, հասկանանք ինչ է այդ անգիտակցականը ծրագիր դրած, որ ինքը ավտոմատ աշխատում է, ինքը ոնց որ հազարամյակներ աշխատել է, ու մեզ գնում է, մենք այդ պետք է կարողանանք դրա հետ համագործենք, որ համահունչ իրան ավելացնենք, լավացնենք, կարանք լավացնենք, ուժեղացնենք, երբ որ մենք համագործակցենք։ Եթե մենք ուղղակի անտարբեր ենք, մենք ուժ չենք դարձել, ոնց որ հին հունական ասվածներին, ասում են, երբ էլ չեն աղոթում, իրանք ուժը կորցնում են։ Այդ մենք էլ մեր այդ էգրեգորներին կամ մեր այդ ծրագրին ի սկզբանե որ դրված է, որ մենք չենք ուժ տալիս ու չենք համագործում, իրանք կորցնում ուժը։ Իսկ իրանք ուժ կորցնել այդ նշանակում մեր ուժերն են կորցում։ Մենք ենք արյունաթափելնում ու արդեն գոյը մեր վտանգի տակ է սպառնում, ոնց որ հիմա կա էլի, որովհետև մենք նախնիների հետ կապը թույլատրել ենք։ Նախնիները շատ ուժեղ են ազդում, իրանք ծրագիր են ու ամեն սերունդ ազդում է։ Հիմա կարող է ինչ-որ սերունդ շատ անկման մեջ է եղել, իրանք կորցրել են այդ կապը, դրա համար թույլացել է։ Ասենք հայկական պետությունը երբ որ անկում ապրում, այդ ժամանակ հաստատ կապը թույլացել է։ Որովհետև մենք մարդիկ ընկալում են, որ ամենաառաջնային էս նյութական աշխարհն է, առաջնայինը նյութական աշխարհը չի։ Նյութական աշխարհը հետևանք է։ Երբ որ մենք այդ ծրագիրը հետ համահունչ ենք այս նյութական աշխատանքում, ավելի բարեհաջող է ամեն ինչ տեղի ունենում։ Համար գիտակցաբար այդ պաշտամունքը նախնիների այտենց պատահական բան չի։ Հիմա կարելի է գիտական մոտենությունով դա մոտենալ, բարձրամունք պարտադիր չնի, այլ համագործակցության, համանկերության, համարարչության
այդ ծրագրի հետ մտնել, էլ, այսինքն որը կարա մեր անգիտակցականը այդ անգիտակցականի հետ համագործակցի։ Այդ միստիկը մտնում է իր անգիտակցական այդ կիսակուն վիճակում, դրա հետ որ անգիտակցականից բանա չէ քաղում, այդ հենց այդ որ կարանք մեր անգիտակցականով այդ դաշտի հետ համ այդ դաշտը կարող վերափոխել, լավացնել, ինչ որ դե միշտ վերքեր են լինում, համ էլ ճիշտ ծրագիրով գնալ, ոչ թե ոնց ուզենք, էլի, ոնց որ հիմա մեր գենետիկ կոդը անենք, երբ որ խախտումներ են լինում, գենետիկ հիվանդություններ են, չէ, առաջանում։ Այդ բոլոր հիվանդությունները առաջացել են, որ գենետիկ կոդից խախտվել ենք։ Ուրիշ բան ենք ուզեցել անել, կոդը խախտվում է։ Ոնց որ սկզբանե այդ կոդը բոլորի մոտ ճիշտ է եղել։ Աստվածային դրված է բոլորը, որ պետք է ոչ մի թերություն չունեն։ Հետո մարդիկ սկսել են խախտել իրանց անգիտակցականով կարան իրանց գենետիկ կոդը խախտել։ Դու դրանից էլ է կախված։ Հիմա ոնց որ այդ միստիկը պետք է հիմա, որտեղ հիմա շատ միստիկ բան եմ ասում, այդ թաքնակի մտնի ու այդ գենետիկ կոդերը վերականգնի։ Այսինքն մեր նյութական աշխարհում որ կոդերը վերականգնեն, որ ասենք ինչ որ խախտվել ենք։ Այդ դա հենց ազգին ծնունդի, նոր վերածնունդի երևույթ կտա, որը իհարկե նյութական աշխարհի հետ կապված չի, ու sense մարդին շոշափելի շատ չի, բայց ինքը ազդում է։ Հիմա օրինակի համար մարդիկ որ շատ նյութական են, նյութական աշխարհում, սովետականությունում կիբեռնետիկան համարում են աստվածային չէ, միստիկ ինչ-որ բան, որ ինչ է դա անելու, բայց հիմա հասկանում ենք, որ առանց դրա հիմա ամեն ինչ դրա վրա է կառուցված, որ այդ ինչ միստիկ ինքը նյութականացրել են շատ ուժեղ։ Ուտեղ էլ որ հասկանանք, որ այդ դաշտերը, որ Տարսիոնն կան, իրանք մեզ ուղղորդում են, մենք պետք է իրանց հետ համահունչ վերափոխենք մեր դաշտը իրանց հետ։ Իհարկե անհատը դժվար է դա անել, պետք է կոլեկտիվ գիտակցականով արվի։ Համար խմբակային էլի, ասենք մի անհատինը այդ էգրեգորի հետ համագործակցությունը դժվար է, որտեղ մեկը թույլ է իր դաշտը մարդկային է, որ այդ կոլեկտիվը ստեղծել է մի քանի միլիոներ ու դարերի հազարամյակների ընթացքում են ստեղծել, դու մենակը չի կարող, ոնց որ ամբողջ մի հոգին սա Հայաստանը կառուցի, դա չի։ Էգրեգորի հետ կապված մի դրվագ էլ, ասեմ մի քիչ կշեղեմ քեզ, բայց ելի կբերենք նույն տեղը։ Ես որ աշխատում էի Ալեքսանդր Մակեդոնացի վեպի վրա, մի հոգի, որ բավական ինքը կար այդ գործերում, առնչություններում, հորդորում էր, որ չգրեմ Ալեքսանդրի մասին վեպ, ասեցի ինչու, ասաց այս ժողովուրդը հիմա չկա, այդ Մակեդոնիա պետությունը որ կա, մեծամասամբ մուսուլման է, ժողովուրդը չկա, այն մակեդոնացի խառնվել է, խառնվել է, չկա այդ ժողովուրդը, հենց մակեդոնացի ասեց, այդ ժողովուրդը որ չկա, էգրեգորը կա, այդ կոլեկտիվ անգիտակցականը որ եղել է, այս ժողովուրդը վերացել ինքը մնացել է, ասեց, եւ հիմա եթե դու հանկարծ այ քո ասած այդ միստիկ ձևերով գտնես ուղին գնաս իրացից ինչ-որ բան իմանալու, ասես ես եկել եմ ուզում եմ իմանամ ինչ եղել 2000 տարի, ասես դու տառապելու ես, այնտեղ ինչ-որ սևություն է, եւ իսկապես այդ Ալեքսանդրի մասին վեպը որ գրում էի տայոկես քանդվում էի, ավերվում ես, երբեմն ես վերջացնելու, հասկանում ես, ծանր դեպքեր, այ հիմա ասինքն եթե ինքը ճիշտ է ասում, այդ էգրեգորը անգամ եթե ժողովուրդը չլինի ինքը մնում է, բայց արդեն այսպես ասած կարգտաբեր ամպի նման է լինում, հիմա ինձ հետաքրքիր է մեր էգրեգորը այդ կոլեկտիվ անգիտակցական ինչ գույն է, երբ որ նայում ենք մեր ժողովրդի հետ ենք հաշվել, ըստ քեզ ինչ վիճակում կլինի ինքը, եթե ինքը ինչ-որ նյութական, ոչ նյութական ինչ-որ արարած է, չէ, վերջի եթե գոյություն ունի։ Նայեք, եթե նախագիծ ասենք էգրեգոր մի քիչ տարբեր բաներ են, էլի։ Ինչ ասի, բայց դրա շուրջ ձևավորվում է ինչ-որ մի ամբողջատեղի դա էդի այն ոնց որ պետք է ինչ-որ կառույց անեն, բանկը ֆինանսավորում է այդ կառույցն են։ Այդ ֆինանսավորման քանակն է էգրեգորը, իսկ կառույցի ճարտարապետը որ դա նախագծել է, էդի ծրագիրն է։ Մա ծրագիրը լավ վիճակում է։ Ձեր չեն տվենք իր տեղը դրված։ Հա, ծրագիրը լավ վիճակում է, որտեղ ինքը այդ սպերամ չի։ Էգրեգորը որտեղ է ծրագրին ներդրել են գումարներ, իհարկե դա սմքել է։ Դա պետք է հասկանանք, որ ինքը շատ լրիվ եթե չորացած լինի, ազգը չի լինի, ազգը դեռ շնչում է, գոյ ունի, բայց շնչում է վախերի մեջ, անհագստությունների մեջ, կողքը թշնամիներ են, որ ամեն վարքյան կարան ոչնչացնեն իր մեջ դժգոհությունը շատ իր բոլորը ղեկավարներից ինքը չեն կարող
ճիշտ ուղղորդել ազգին ու այդ Գրեգորի չորանալուց դա տենց անում որ վարենպաստ ղեկավարներ չեն գալիս դա դրանից է կախված եթե Գրեգորը սնուցումը լավ լինի ֆինանսները լավ լինեն լավ աշխատողներ կան ֆինանսներ չկա ում պատահի Հիմարի երկուսով մի հարցի շուրջ խորհեք, չգիտեմ ինչքանով է մեր ասած լինելու գիտական, մեր մտածումները ժողովրդի մեծամասնությամբ բացասական, ձեր ասած հույզեր, վախեր, անորոշ ապագա, այսինքն արդյոք մենք մեր կոլեկտիվ անգիտակցականին բացասական հոսքեր ենք ավելացնում այնտեղ, եթե այդպես է, ապա ինքը մի քիչ կմթագնի, եթե մթագնեց Գուցե ինքը մեր ապագան ավելի վատ լինի ինչ-որ ձև ազդի կա այսպիսի բան թե ֆանտազիայի իմանում Չէ դա հենց տենց էլ կա ուղղակի նայեք սենց է ոնց որ օրինակ բանտում սենց կա ապշակ բառն են ասում որ փող են գցում հավաքվում Հիմա եթե այդ ապշակի փողերը քչանա ու բացասական գնա պարտքերի մեջ լինի ինքը սկսի վատ աշխատել չէ թե ինչ որ նպատակների համար է որ ինչ որ մի դժվարություններ լինի ֆինանսավորեն հաղթարեն հիմա այդ կոլեկտիվ անգիտակցությունը դա այդ էներգիան Գրեգորի է դա եթե մենք բացասական մտքեր ենք ասում այդտեղ սաղ տեղի փողերը օգտագործել ենք բան չի մնացել էլի այսինքն մենք դրական մեր մտքերով մեր ոգեշնչումով էներգիայով եւ պիտի տանք տեղ որ ինքը լցվի Եթե մենք ծախսել ենք մեր բացասական բանով, ինքը չունի մինուսով է այնտեղ։ Դա համար ինքը չի կարող ներգործել տենց։ Այդքան որ շատ մինուս լինի, ոչ մի բան չի մնա։ Դե ես որպես Նորից պետությունը պարտքա չէ վերցնում ինչ որ պարտքերի ինչ որ քանակա, հետո դեֆոլտ կլինի, չէ՞, այդտեղ սա քանդվի իրա այդ ֆինանսական աշխարհը։ Հիմա այդ ինչ որ քանակի եթե բացականը հասնի ինչ որ քանակի կրիտիկական, всё քանդվի ամեն ինչ։ Դե իհարկե կան նաև յակներ, որոնք դա հակառակն են անում, ասենք կարող է մի հոգին միլիոնը բացասական են, բայց մի հոգին դա մարում է, բայց վերջիվերջո պիտի մի քիչ շատ լինեն, էլի, որ տենց պայքարում է, ոնց որ տիտաններ կան, որոնք պայքարում են, որ այդ նավը չգնա պտուտակի մեջ։ Կարող ասել, որ մեր կռիվը հիմա նույն ոլորտներում է ավելի շատ։ Կռիվը պայքարը անելիքը ավելի շատ է։ Դե Աստվածաշնչը որ Արմագեդոն բառն է գրված պայքարը, այդ նուրբ մոլորտների պայքարի մասին ավելի շատ գրած, որտեղ այդ նուրբ մոլորտներում պայքար է գնում սև եւ սպիտակ ուժերի մեջ, այդ պայքարը հենց այդտեղ է գնում, հիմնական տեղը, այստեղ ընդհանրապես հետևանքներն են։ Մենք այստեղ ինչ քաշում ենք հետևանքներն է։ Այստեղ ինքը մենք չենք ստեղծում, պայքարը այնտեղ է գնում։ Դե այսինքն մենք կարող ենք օգտակար լինել, նպաստենք, որպես որքան հնարավոր է շատ խորագետ, թաքնագետ, ուսուցիչ, փիլիսոփաներ մեջ, որ այդ գործը վերցնեն իրենց վրա։ Պետք է մարդկային կոլեկտիվ մտածելակերպը վերափոխվի, այդ ամենակարևոր։ Նպատակը բոլոր այդ խորագետների, թաքնագետների, փիլիսոփաների, ուսուցիչների, որ ընդհանուր կոլեկտիվ մտածելակերպը վերափոխվի, բացասական երևույթներից դուրս գան։ Իրանց վախերը, տագնապները, անգիտակից այդ հիմնական վախը դե մահվան վախն է, որ կարողանան հաղթանենք, որտեղ եթե հասկանանք, որ մահ չկա, ոնց որ Ջորդանը Բրունը որ հասկանում էր, որ մահ չկա, Քրիստոսն էլ հասկանում էր, որ մահ չկա, ասենք բոլոր այդ փիլիսոփաները Բուդդան էլ հասկանում էր եւ այլն, Պլատոնն էլ, Սոկրատեսն էլ որ թույն տվեցին, գիտեր որ մահ չկա, ինքը արմինն է այդ գնում, որ մահ չկա, եւ որ մենք այդ կարանք հասկենք ընդհանրեսի այս շորն է, որ մեր հոգին այս շորը հագել է, որ հիմա ստեղ իր առաքելությունը իրականացնի։ Առաքելությունը վերջանում է, ինքը գնում է հաջորդ առաքելությունը իրականացնելը։ Ոնց որ մենք շորը որ հագնում ենք, հասկանանք, որ շորը չճղվի, դա վերջը չի ոչ մի բանի։ Դու կուրսի ես, տեղյակ ես, որ երկուսով մի խումբ մարդկանց հետ այներ շարունակ հավաքվում ենք եւ մեր նպատակը հենց ձեր ասած ժողովրդի մտածողության արմատական վերափոխման հասնելն է, բայց առայժմ չի ստացվում, որտեղ ծանր գործ է։ Հիմա շատերը տեսնում են, որ խնդրեմ կա եւ այստեղ քորման մարդկանց հազարներ են պետք, որ ասեն կարողանան այս ծեփերի դեմը առնել, էլի, այսպես մի ծանր վիճակի մեջ ենք։ Հատկապես որ քաղաքական դաշտը նոր սկսում է տեսնել, որ խնդիր կա։ Ժամանակին, որ ես հնչեցնում էի, ոչ մեկ չէր ընկալում։ Մենք էլ որ կար ժամանակ փորձել ենք էլի մարդկանց ներկայացնել, չէ՞, ընկալում, որ այս իսկապես այս խնդիրը կա։ Հիմա
կարծես թե տեսնում են եւ գուցե հենց հիմա է պահը, երբ որ բոլորի աչքերը բացվեց, հիմա ես համոզված եմ, դες որ լսում ես շատ-շատեր ասում են խելացի բան ասում, 10 տար այդ որ ասեք, դες ինչ է խոսում, ինչ է մեր ժողովրդին, չի եք վատաբանում, այդ քարերը իվրա շատ է եկել։ Հիմա եզրափակելով, պարոն Դոնիկյան, այս բարձրույթը, ինչ ենք ասում այս ժողովրդին մեր լսարանին։ Նախնիները ազդում են մեզ վրա։ Նախնիներին դե շատ կարևոր ասենք նույնիսկ իմ հայրը որ հիմա ֆիզիկական պլանում չէ, քոնն էլ ֆիզիկական պլան չում, էլի իմ վրա ազդում է։ Մենք ինչքան էլ մտածում ենք մի մահացավ, թաղեցինք, գնաց հող դարավ, այդ իր մարմինը հող դարավ, բայց իր հոգին կա ու մենք փոխկապակցված ենք ու փոխազդում է իր էներգիան իմ հոգու հետ ու մենք փոխազդեցության մեջ ենք գտնվում մեր ավելի շատ իմ անգիտակցականի հետ է ինքը փոխազդում էլ հոգին ասելով ավելի շատ որ նյութական հիմա գիտության լեզվում մեր անգիտակցական ենթագիտակցականներն են դրանք էլ որտեղ փոխազդում է որ մենք չենք ընկալում բայց ինքը փոխազդվում է ու մենք վերափոխվում ենք եթե մեր մոտեցումը իմ հոր հետ ավելի բարենպաստ թեկուզ ինքը արդեն հեռացել է ոնց որ այդ փող հասկանամ որ ինքը ինձ ուզում է օգնի ես էլ իրան օգնեմ բացի իմ հայրից իմ պապը կա տատը կա իրա պապը տատը կա իրա պապը պատատը ու այդ բոլոր նախնիները որ գնանք առաջ իրանք ինձ օգնում են ու ես որ դա հասկանամ ոնց որ իմ հետևն են կանգնած ասում են մենք ինչ անում ես քեզ օգնում ենք հետևն ենք մենք ամեն մեր հնարավորությունները ներդնում ենք ոնց որ հիմա դուք ձեր թորնիկին քո ձեր հնարավորությունները չափ օգնում եք բայց այն աշխարհում էլ լինեք էլի եք օգնելու դա էլ պետք է հասկանանք բայց որ թորնիկը ընկալի այդ ժամանակ օգնությունը ավելի լավ կլինի որ դուք էլ իրանց ինչ որ բանով փոխազդեք իրանք էլ ձեզ ասեն այսինքն կոչվում է էներգիա փոխանակություն տեղ ունենա փոխանակություն էներգիաների գիտելիքների իմացության իմաստության փոխանակություն տեղ ունի էֆեկտիվությունը ամեն ինչի ավելի կլավանա հիմա դա իհարկե մենք մտանք այդ տակտագիտական միստիկ ոլորտ որտեղ շոշափելի չի անհասկանալի է մեծ մասին որովհետև մեծ մասը մենակ կոպիտ գիտակցությունն է ակտիվ որ հոգևոր պրակտիկաներ անում են սկսում են նոր գիտակցությունները ակտիվ լինել, այսինքն սկսում են ընկալել, ասենք ցանկացած գրող, արվեստագետ ինչ որ նոր բաներ զգում է, որ սկսում է նկարել, ասենք Դալին, սա իր տեսիքներն է նկարել, էլի։ Ну, այս կողմ լավ վատ կարևոր չի, բայց ինքը կարացել է ձեր գրքերն էլ է, չէ՞, այդ տեսակի։ Դուք ոնց որ ստանում եք ինչ որ բան, որ դուք գրառում եք, ոչ թե նստում ուղեղով եք։ Դե ինչ որ բան ուղեղը իհարկե ձևակերպում է, կարևոր, բայց այն ինչ որ հիմնական ոնց որ գաղափարը ստացվում է, չէ՞, պետք է ասենք որ գիտակից հասկանանք, որ դուք ստանում եք, էլ ոչ թե ես եմ հորինում, այտենց ու ցանկացած գյուտ էլ այս աշխարհի վրա բոլոր գյուտերը, բոլոր վեհ ստեղծագործությունները ստացված են, ոչ մեկ ինքը չի օրինել։ Այդ մարդկությունը պետք է հասկանա, որ ինքը պետք է հասկանա, որ այդ իր շնորհքը չի, ես երիտասարդ ժամանակ ասում եի Ալեքսանդր Մակեդոնացի վեպը հետևյալ կերպ եմ գրել, մաքուր թղթեր եմ վերցրել, մտել եմ մի սենյակ, ոչ մի բան չեմ տեսել, ոչ մեկի չի եկել, դուրս եմ եկել վեպը գրած ու ես վերափոխված։ Այդ ստացածից ես ինքս փոխվեցի, հասկանում եք։ Հետո որ այդ գիրքը մեկ ուրիշը կարդաց, ասեց, այս տեսությունները որտե՞ղ ես կարդաց, ասի ինչ տեսություն։ Այդ տեսության անունը չգիտեի, որ ինձ տեսություն է տվել, հասկանում եք, այդ կա դա էլի։ Ու եթե մարդը ստանում է, ինքը արդեն հասկանում որ փառք Աստծոն է։ Ասում է, որ ինքը տամենը խողովակ դու խնդրել ես, քեզ տվել են։ Եվ պետք է ասել, ես երիտասարդ ժամանակ որ հաղորդում էի վարում արվեստագետներին հրավիրում եւ ասում էի, այ գործը որ դու գրել եք, դա ձեր ուղեղի, բջիջների փոխազդեցության արդյունք է, թե ինչ որ մի ձև ստացել եք օգտել եք, այդպես ոգևորված ասում են, ոչ, իմ ուղեղի արդյունքը ասում են, ինքը արհեստավոր է։ Սխալը մե։ Դե ոչ պիտի հասկանանք, որ ընդհանուր մենք գործիք ենք, այս աշխարհը նյութական բերելու այդ աստվածային պլանը, որ պետք է իրականացնենք։ Հիմա մեկս ամեն մեկս մեր առաքելություն ունենք, ազգն էլ իր առաքելություն ունի։ Իսկ այդ առաքելությունը այն ազգի պապերն են դրել, էլի, որ մենք պետք է այդ առաքելությունը նայենք, ինչ է այդ առաքելությունը իրականացնենք։ Հենց մենք շեղում ենք առաքելությունից, ոչ մենք տանում ենք ինքնավոճ, ասենք մեծ հայքից ինչա դարել այդ 100 անգամ կարծեմ Հայաստանը փոքրացել է, չէ՞, սկզբնական վիճակից ինչ կար։ Էտա որ մենք շեղվել ենք առաքելություն։ Վերջին հարց ու եզրափակենք։
Ես չգիտեմ դա որևէ մեկը կարող է 100% ասել, չէ կոլեկտիվ անգիտակցականը կարող է պատժի իր ժողովրդին, երբ որ տեսնի արդեն բանել է, այլասերվել է։ Ձեռքաշի։ Դե օրինակի համար կարամ բերեմ մեր Եղեռնի պատմությունը։ Դա տենց պատմություն է։ Այդ թուրքերը ու քրդերը չեն մեզ։ Իրանք գործիք են դարել։ Իրանք գործիք են դարել։ Դաշտերում էր, հա, պաստորեն։ Այդ դաշտերում է, որ մենք մեր նախնիների երույթից շատ հեռացել ենք։ Ու մենք ենք մեզ տակ։ Ոնց որ նայեք Մովսեսը որ ծրագիր էր գնում, եկավ չէ ներքև, ունդեղ տեսավ ուրիշ կուրքեր են, չէ, պաշտանում քազեց։ Նույնիսկ նյութական պլանում ասես դրանց պետք է վերաբնջի, որովհետև որ ասած իրանք սխալ ծրագրի մեջ են։ Ժողովրդին։ Հա։ Ինքս չէ, այն նրանք, որոնք սխալ ծրագրի մեջ են։ Հա, իմաց էլի, հա։ Հա, այն նրանք այդ սխալ ծրագրի մեջ են։ Իհարկե Մովսեսի գնալուց հետո էլի հրազգը հիմա Մովսեսի պատվիրանների հետևից չի գնում, էլի սխալ ծրագիրը վերցրեց։ Մեկը տենց է, ու տենց այդ ասենք այդ հիմա մենք էլ այդ Եղեռնը չիմանանք թե դա թուրքերն էլ, որ ասենք ասում են հիմա հрьяաներն են արել, բանը գլխավորել են, որտեղ թուրքերը իրականացրին, երի թուրքերեր են եղել, հետո քրդերի ձեռքով են չի արել, բայց իրանք սա գործիք են եղել։ Մենք ենք այդ ծրագրից խախտել, որ դա այդ գործիքը իրականացվել է։ Այդտեղ շատ ցավալի ու անընդունելի բան կա, որ հասկանանք, դա մենք մեր այդ Մովսեսը պատժեց ազգի այդ մասը, մեզ էլ այդ նույն բանն է եղել, այդ պետք է հասկանանք։ Հիմա նայեք, ես որ հիմա Մեքսիկայի մասին ասենք, որ ամեն մեկը աշխատում չէ, ես փոքր դպրոց եմ, փոքր, կարևոր չի, շատ քիչ մարդիկ են ակում, բայց փորձում ենք մեկը հնարավորություն չէ մաքսիմալ ներդրվել, որ այդ դպրոցում այդ կոլեկտիվ անգիտակցականը վերափոխել, որ դրական գնանք այն ծրագրին, որ իսկական դրված է աստվածային, որ այդ մնացածի անգիտակցականներն էլ բերել այդ ծրագրին, որ իրականացնեն։ Համար խորհուրդ եմ տալիս, որ դպրոցում կան շատանան մարդիկ։ Երկի դա քրտնաջան աշխատանք է, մարդը որ տենց կարողանա կոլեկտիվ անգիտակցի, երկար տարիներ պետք է աշխատի, սովորի, ոնց որ ասած պարապի, որ իր գիտակ միտքը կարողանա կառավարի, իր հոգու ինչ-որ մասեր կառավարի էներգիան, որ դա իրականացնի։ Մենակը տենց կարա լինի։ Հիմա որ մարդիկ ասում են ոնց օգնենք, նրանք մտածում են սենց ինչ-որ պետք է բերքա սենց գնան ֆիզիկապես վերցնեն, հավաքեն, տենց շատ հեշտ կլներ, եթե տենց լիներ։ Շատ դժվար տանջալից աշխատանք է, որը ոնց որ շատ արդյունքներ թվացող չի երևում, որտեղ այնքան ոնց որ աղբանոցի մեջ ես գտնվում, որ այդ աղբը մաքրում ես, հենց Սոյտաշեն Նվարաշենի աղբանոցն է, վերջը չի երևում այդքան։ Համար եթե ցանկանում են օգնել, կարան գան դպրոցում հիշեցրեք, երջանիկ լինելու արվեստը։ Կարող եք Տրդատ Դոնիկյանին գտնել համացանցում, եթե ձեզ հետաքրքրեց։ Շնորհակալ եմ բարդ զրույցի համար։ Վերնագիրներ նախնիները ազդում են մեր վրա, ես հյուրընկալեցի փիլիսոփա, խորագետ, թաքնագետ, ուսուցիչ, արդեն իմացաք դրանք ովքեր են, Տրդատ Դոնիկյանին։ Մինչ նոր հանդիպում։